Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ողջույն սիրելի հյուրեր, Սարգիս, մենք նորից եթերում ենք եւ սկսում ենք Բուն բանավեճը։ Այո, բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, Բուն բանավեճը մի հարթակ է, որտեղ մարդիկ ազատորեն կարող են ներկայացնել իրենց կարծիքը, տեսակետները, քննարկել, բանավիճել եւ մեր հարթակը ունի իր կանոնները, որոնք հաջորդաբար կներկայացնենք յուրաքանչյուր փուլից առաջ։ Եվ մեր այս հարթակին կարող են մասնակից դառնալ նաև մեր հեռուստադիտողները։ Դրա համար պետք է այցելել Բուն TV-ի սոցիալական հարթակներ Facebook-ում եւ Instagram-ում, ծանոթանալ մեր հաջորդ շաբաթվա թեմային եւ հարցեր ուղղել մեր հյուրերին։ Այսօր պատրաստում ենք քննարկել շատ կարևոր մի հարց, ջրի հարցը, ջուրը շատ կարևոր խնդիր է աշխարհի բոլոր երկրների համար։ Վերջերս ազգային ժողովում ելույթ ունենալով վարչապետ Փաշինյանը հետաքրքիր միտք արտահայտեց, ասեց, եթե նախորդ 5 տարիներին Հայաստանի թիվ 1 խնդիրը խաղաղության հարցն էր, անվտանգության հարցը, ասած առաջիկա 5 տարիներին Հայաստանի առաջնահերթությունը լինելու է ջրի հարցը։ Եվ փաստորեն ջրի խնդիրը դարձել է առաջնային օրակարգ, հանրապետության առաջնային օրակարգ, բայց միաժամանակ գաղտնիք չէ, որ մենք ունենք նվազող պաշարներ ջրի եւ հետաքրքիր կլինի քննարկել, թե ինչպես ենք կառավարելու այդ անգին գանձը, որ ունենք։ Այո, նվազող պատճառներ, թե մենք ենք կառավարում այսպես ջրի հասանելիությունը, փորձենք այսօր ողջել, խնդրում եմ ներկայացրու մեր հյուրերին։ Սիրով, մեր հյուրերն են ջրային կոմիտեի Մոնիթորինգի եւ վերլուծությունների վարչության պետի տեղակալ Սուրեն Ասրյանը, բարև ձեզ, պարոն Ասրյան, շնորհակալություն ազգային ջրային համագործակցություն հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանը, բարև ձեզ, Տիկին Հովսեփյան, տեխնիկական գիտությունների թեկնածու, ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ եւ ջրային կոմիտեի նախկին նախագահ Տիկին Սագաբայանը, շնորհակալություն Տիկին Գաբայանը ընդունելու համար։ Այո, եւ Եվրահանձնաժողովի ջրային հարցերի, ջրային ռեսուրսների, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի հարցերով փորձագետ Մարինա Վարդանյանը, բարև ձեզ Տիկին Վարդանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Եվ մենք կարող ենք սկսել մեր հաղորդման առաջին փուլը, որի կանոնները հարգելի հյուրեր հետևյալն են, մենք մեկական հարց կուղենք ձեզ եւ դուք 2 րոպե ժամանակ կունենաք այդ հարցերին պատասխանելու համար։ Առաջին հարցը ձեզ կլինի, պարոն Ասրյան։ Գաղտնիք չէ, որ եւ խմելու ջրի եւ ոռոգման ջրի համակարգերում մենք զգալի կորուստներ ունենք։ Ջրային կոմիտեն որպես այդ համակարգը համակարգող օրգան, այսպես ասած, ինստիտուտ, կառավարող օրգան, ինչպիսի քայլեր է ձեռնարկում այդ կորուստները նվազեցնելու համար։ Մանավանդ որ տարիներ շարունակ վստահաբար ինչ-որ քայլեր ձեռնարկում եք, բայց վարչապետն ինքն ասաց, մինչև 60% կորուստներ, ասաց աղետ է սա։ Աղետը կանխելու համար ինչ են կանում։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, իրականում ջրային համակարգերում կորուստների մակարդակը բարձր է, մոտավորապես 45% միջին կորուստի մակարդակ ունենք ոռոգման համակարգերում ու 60 ավել կորուստի մակարդակ ունենք խմելու ջրի համակարգերում։ Սա իհարկե շատ բարելավելու տեղ ունի ու այդ ուղղությամբ ջրային կոմիտեն բավականին հավակնոտ մի քանի ծրագրեր է պատրաստվում անել, որոնք արդեն նախապատրաստական փուլում են։ Դրանցից ըստ էության կարելի է նշել առաջինը մեր Վայս ծրագրի մասին, ոռոգման եւ ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագիրը, որը 2 փուլով է լինելու։ Առաջին փուլով 180 միլիոն դոլարի վարկ է այս պահին հաստատվել եւ շուտով կսկսվեն աշխատանքները, թիմը ձևավորվել է եւ հիմա կսկսվեն աշխատանքները արդեն տեղերում ուսումնասիրություններ անելու, առաջի փուլում թվով 5 ջոյերի սպասարկման տարածքներում եւ Վիոլայի կողմից սպասարկվող գյուղական համայնքներում ջրամատակարարման համակարգի բարելավման մասին է խոսքը։ Ծրագիրը նաեւ ունենալու է երկրորդ փուլ, որը շարունակելու է մյուս ջոյերում եւ մյուս համայնքներում ջրամատակարարման ու ոռոգման ցանցերի բարելավման աշխատանքներ իրականացնել։ Բացի դա, հիմա էլ ընթացիկ կապիտալ նորոգման աշխատանքներ արվում են, բայց այս պահին հաշվի առնելով, որ աշխատանքներն արվում են պետբյուջեի միջոցների հաշվին, արվում են այն հատվածներում, որոնք շատ ավելի կրիտիկական վիճակում են ու առանց այդ հատվածները հիմնանորոգելու, բարելավելու, ուղղակի ոռոգում կամ ջրամատակարարում ապահովել հնարավոր չէ։ Փաստացի Երևան քաղաքում այս պահին 10 տարբեր օբյեկտներում խմելու ջրագծերի փոխման աշխատանքներ են արվում, պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակներում, Նուբարաշեն, Աջափնյակ, Կենտրոն, Մալացա-Սեբաստիա վարչական շրջաններում, որը եւս ուղղված է այդ համակարգերում գործող կորուստների նվազմանն ու խմելու ջրի խնայմանը, որ ամառվա ընթացքում ունենանք ջրի բավարար պաշարներ
բնակչությանը սպասարկելու Շնորհակալություն, պարոն Ասրյան։ Տիկին Հովսեփյան, պարոն Ասրյանը ասում է, որ մենք շարունակաբար աշխատում ենք, վերանորոգումներ ենք անում, բայց օրինակ խոսեց Երևանի հետ կապված, մենք գիտենք, որ այս ամռանը Երևանում ավելի շատ գիշերվա ընթացքում, հա, ջրի կարիք ենք ունենալու, այլ ավելի շատ թաղամասեր գիշերվա ընթացքում ջուր չեն ունենալու, ինչ է ստացվում, կառավարությունը միջոցներ է հատկացնում այդ խնդիրների լուծման համար, բայց իրավիճակը գնալով վատանում է։ Մի փոքր պատմեք, տենց ոնց է ստացվում, որ այդպես է լինում։ Շնորհակալություն նախ հարցի համար, եթե մենք դիտարկենք, որ Երևանը, ձեր հարցը եթե մենակ Երևանին է վերաբերվում, ապա Երևանի քաղաքաշինությունը տեսնելով, թե ինչ արագությամբ են նոր շենքեր, նոր շինություններ գալիս եւ ինչքան մարդ է ավելանում, կարող ենք պատկերացնել, թե ինչքան ջուր կարող է չհերիքել այդ բոլորին ապահովելու համար։ Բնակչության աճն է, թե բնակչության աճը իր հերթ վիճակի, ինչպես վարչապետը նշեց, թե տեսեք, բնակչության աճը մի կողմից, մի ֆակտոր չի այդտեղ աշխատում։ Բնակչության աճը մի կողմից, քաղաքաշինական բումը երկրորդը, կլիմայի փոփոխությունը, որը բերել է աղբյուրների կրճատման, կորուստները բավականին մեծ են ու փաստորեն այս բոլորը միասին բերում են նրան, որ մայրաքաղաքի համար ջրի քանակը չի բավարարում։ Այսինքն մենք պիտի կամ նոր աղբյուրներ ունենանք, որպեսզի կարողանանք այդ ջրաքանակը ապահովենք, կամ պիտի ջրակորուստները կրճատենք։ Եվ գիտեք ինչ, շատ հաճախ ես ավելի շատ հակված եմ, որպեսզի տնտեսական հաշվարկ արվի, արդյոք նոր աղբյուր բերելը եւ այդքան ծախս կատարելն է ավելի արդյունավետ, թե կորուստների կրճատելը եւ բերել համակարգը այնպիսի տեսքի, որ կարողանանք դու ամբողջ ջուրը օգտագործել։ Դե պատկերացրեք, եթե հիմա 60% կորուստ է լինում, այսինքն ես էլի եմ ասում, համեմատեք, եթե դույլով ջուր եք բերում, մի դույլ ջուրը բերում եք, 60% դրա 60%-ն Բայց կառավարության ջանքերը որքանով են արդյունավետ։ Տեսեք, ուրիշ տարբերակ չկա, մենք պիտի համակարգը վերականգնենք, համակարգի խնդիր ունենք, համակարգը պիտի վերականգնենք։ Ունենք նաև ժամանակի խնդիր, շնորհակալություն։ Տիկին Գաբայան, անդրադառնանք կառավարության ծրագրի մեջ ներառված խոստումներին, որ վերաբերում են այս ոլորտին։ 21-26 թվականի կառավարության ծրագրով խոստում կար կառուցելու 15 ջրամբար։ Նախ ինչպես է գնահատում այդ լուծումը, ջրամբարների կառուցումը որպես խնայողությունների եւ ջրային պաշարների այդ ոլորտի խնդիրների լուծում եւ ինչ իրադրություն ունենք, քանիսն են կառուցվել, քանիսն են դեռ ընթացքում։ Շնորհակալություն հարցի համար, եկեք սկսենք հարցի վերջից։ Քանի որ ռեսուրսների լավագույն կառավարման եւ կարգավորման ճանապարհներից մեկը դա ջրամբարաշինությունն է եւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ շատ այլ երկրներում։ Այդ ծրագիրը, որի մասին դուք խոսում եք, փոքր ջրամբարների վերաբերյալ է, այսինքն կան ծրագրեր, որոնք վերաբերում են խոշոր ջրամբարների շինարարությանը, շատ մոտ ժամանակներում պարոն Ասրյանն էլ կհաստատի, սպասվում է Վեդի ջրամբարի, խոշոր ջրամբարի շահագործման հանձնելը, դա կարևոր իհարկե բավականին լուրջ հարց է, որ որոշվելու է Արարատյան հարթավարի ոռոգման համար, բայց մյուս հարցը ոչ պակաս կարևոր, դա փոքր ջրամբարների շինարարությունն է, այսինքն մենք լոկալ փոքր տեղային հարցեր լուծելով, ջուրը ամբարելով կարողանում ենք կարելի ասել լուծել շատ ավելի լուրջ հարցեր, կարող ենք մենք այստեղ նշել անգամ Սևանի հոգսը թեթևացնելու խնդիր կարող ենք լուծել, ինչու չէ նաև ամբարելով այդ ջրերը, այո, բավականին լուրջ ներդրում կլինի Հայաստանի ոռոգման համակարգերը ապահովելով ոռոգման ջրով։ Այլ կերպ ասած, փոքր ջրամբարներով կարելի է խոշոր հարցեր լուծել, ճիշտ եմ հասկանում։ Փոքր ջրամբարներով կարելի է լուրջ հարցեր լուծել։ Անկամ երբ մենք խոսում ենք ինչպես թեթևացնել Սևանի բեռը, այո, որովհետև մենք գիտենք Արցնի Սևանից սեզոնին, ոռոգման սեզոնին, այո, սկսվում է բաց թողումը ջրերի, որը երբեք ոչ մի տարի չի բավարարում
ըստ ընդունված ջրաքանակի, որ կարելի է թույլ տալ, միշտ դրա պակասը կա, անգամ փոքր ջրամբարներ տեղերում կառուցելով մենք կարող ենք պակասեցնել Սևանից ջրի բաց թողումը։ Շնորհակալություն։ Իվ Վարդանյան, խոսք գնաց Սևանից ջուր բաց թողնելու մասին, Սևանը շատ կարևոր ռեսուրս է, ջրային ռեսուրս է, մենք գիտենք, որ կարծես այդ ջրի մեծ մասը նախատեսվում է Արարատյան դաշտավայրի համար, գիտենք, որ Արարատյան դաշտավայրում ջրի խնդիր կա, բայց ջրի խնդիր կա նաև ձկնաբուծարանների պատճառով։ Հիմա այս հարցը ինչպես պետք է կարգավորվի, այսինքն որքանով են այսպես լուրջ խնդիր ստեղծում Հայաստանի ջրային կարողությունների համար Արարատյան դաշտավայրում գործող ձկնաբուծարանները, այս հարցում նույնպես որքանով է արդյունավետ կառավարության մոտեցում, ինչ կարող եք ասել։ Նախ ասեմ, որ Սևանը դա քաղցրահամ ջրամբար է, ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ ռեգիոնի եւ դա ամենաթանկ ռեսուրսն է, եւ մենք միտեղ ջրի կորուստները, ջրի վատ կառավարումը փորձում ենք ծածկել մի ուրիշ տեղից ջուրը բերելու մեր թանկագին Սևանից, դա շատ ցավալի է։ Էլի վատ կառավարելով, տեղ հասցնելով Այո, վատ կառավարելով շատ այնտեղ խնդիրներ կա, եթե մենք ոռոգման մասին ենք խոսում, բացի կառավարելուց շատ սուբսիդավորվում է ոռոգումը, ինչը իմ կարծիքով սխալ է, պետք է գալ ծախսածածկ սակագների, ինչը ցավոտ խնդիր է, պետք է լավ սոցիալական ծրագրեր լինեն, պաշտպանված լինեն, բայց մյուս կողմից պետք է ծախսածածկ լինի, որը տնտեսական լծակներ լինեն, պակասացնել, նվազեցնել, նոր տեխնոլոգիաներ դնել, ինչ վերաբերում է ձկնարդյունավետությանը, ձկնային տնտեսություններին, ես ասեմ իհարկե կառավարությունը որոշումներ ընդունեց եւ այլն, բայց դա ադմինիստրատիվ լծակ է, միայն ադմինիստրատիվ լծակում, օրինակ նույն Եվրոպայում խնդիրները չեն լուծում, դուք ամենտեղ չեք կարող ոստիկան դնել, որ ստուգի դա իրականացվում է, կիրարկվում է, տնտեսական լծակներ պետք է։ Օրինակ կարող եք վերել։ Օրինակ ջրային ռեսուրսը շատ, ջուրը կա սակագին եւ ռեսուրսավճար։ Ռեսուրսավճարը կոպեկներ է։ Մենք երբ վեր էինք լուծում նույն ձկնաբուծարանները, նրան ծախսերի 70%-ը կերն է։ Իսկ ջրի համար որպես ռեսուրս, նրանք կոպեկներ են, 1-ից 5% է նրանց ծախսերի։ Այդպես չպետք է լինի։ Դա, ինչ ասեմ, նորմալ իրավիճակ չէ։ Պետք է նախ ռեսուրսավճարը լինի adekvat, որպեսզի ռեսուրսը թանկ բավականություն լինի եւ խնայողը իրենք ոչ թե ադմինիստրատիվ որոշում ընդունի ջրային օրենսգրքում փոփոխություն են արել, որ պետք է ցիկլային օգտագործեն ջուրը վերադարձվի, դա փաստորեն լավ չի աշխատում։ Ես օրինակ թվերը նայում եի, ջրի մոտ 70%-ը էլի չի վերադարձվում։ Օգտագործում են եւ գնում է դեպի կորուստներ է տալիս։ Խոսում է, այո, շնորհակալություն։ Եվ տնտեսական լծակ է պետք, սա շատ կարևոր է։ Այո, շնորհակալություն։ Մենք անցնում ենք հաջորդ փուլին, Աննա կներկայացնես կանոնները հաջորդ փուլի։ Այս փուլում հարգելի հյուրեր, դուք հնարավորություն ունեք հարց ուղղել մեկ այլ հյուրի եւ այդ հարցը ձևակերպելու համար կունենաք 30 վայրկյան, նույնքան ժամանակ կունենաք հարցի պատասխանից հետո արձագանքի համար, իսկ պատասխանողը կունենա 3 րոպե հարցին պատասխանելու համար։ Տիկին Հովսեփյան, դուք արդեն հարց ունեիք անցյալ փուլում։ Խնդրեմ, սկսենք ձեզնից։ Շնորհակալություն։ Այսպիսի հարց, տեսեք, ես վիճակագրական կոմիտեի տվյալներն էի նայում 24 թվականի, որտեղ գրված էր ջրառը, ջրօգտագործումը եւ կորուստը հաշված էր 21%։ Իսկ մենք անընդհատ նույն վիոլաջրի համակարգում, նույն ոռոգման համակարգում ասում ենք, որ ունենք 60% կորուստ, 45% կորուստ։ Այդ կորուստները, այսինքն ես այդպես եմ հասկանում, ուզում եմ ինձ ճշտեք, վիճակագրական կոմիտեն տալիս է տվյալներ եւ ոնց է ստացվում, որ իրենց մոտ այդ թվերը լինում է 21%, իսկ խոսում ենք մենք 60-45%-ի մասին։ Այսինչ թվերի շփոթ է, պարոն Ասրյան։ Անկեղծ ասած վիճակագրական կոմիտեի հաշվարկի մեթոդաբանությանը ծանոթ չեմ, բայց 60%-ը ճիշտ թիվն է։ Այստեղ մի հատ նրբություն կա, որ պետք է հասկանալ։ Երբ որ կոմիտեից ենք տվյալ վերցնում, կոմիտեի կողմից ներկայացվող տվյալների մասին ենք խոսում, ջրային ռեսուրսների ջրաղբյուրում ջրառի, կորուստների, հա, եւ վերջնական ջրօգտագործման մասին։ Այստեղ խոսում ենք միայն մեր 15 ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ոռոգման ջրի մասին եւ միայն վիոլաջուր ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող խմելու ջրի մասին, բայց բոլորս էլ գիտենք, որ կան
գյուղական համայնքներ, որոնք ջրի սպասարկման տարածքում չեն, բայց այնտեղ ջուրը վերցվում է, ոռոգվում է, ու կան գյուղական համայնքներ, որտեղ վիոլա ջուրը չի սպասարկում, համայնքն իր ուժերով սպասարկում անում։ Միգուցե այստեղ հաշվարկների տարբերություն ներկայացվում է նաև դրա պատճառով, բայց փաստ է, որ պայմանական 2025 թվականը ավարտվել է ամփոփել ենք, 2025 թվականի տվյալներով ոռոգման համակարգերում ունենք 44.5% փաստացի կորստի մակարդակ, որը 15 ջրօգտագործողների ընկերության տարածքում փաստացի վերցրած ջրի ու ջրօգտագործողին տված հասութագրված ջրի տարբերությունն է։ Իսկ խմելու ջրի առումով 60%։ Խմելու ջրի առումով այո, մոտավորապես 520,000 խորանարդ մետրի կարգի ջուր ենք վերցրել, 185 կարգի դինամիկան ինչպիսին է, կներեք, որ միջամտում 5 տարի առաջ ինչ պատկեր էր։ Խմելու ջրի մասով դինամիկան իջնում է, մոտավորապես 17 թվին եղել է 80%-ի կարգի։ Իսկ ոռոգման ջրի մասով մոտավորապես նույնն է, տարիկա 1% բարձրանում է, տարիկա 1% իջնում է, այստեղ ջուրը վիոլա ջուրը չի կառավարում, ինչու է թիվը ամփոփող մնում։ Ոռոգման ջուրը լրիվ ուրիշ համակարգերով է գնում։ Հասկանալի է, բայց ուզում ենք հասկանալ պետական մարմինները ինչ են անում, որ ամփոփող է մնում այդ 45%-ը տարիներ Կամ ինչ շարունակ։ չեն անում, որ ամփոփող է մնում։ Տեսեք, եւ համայնքները սուբվենցիոն ծրագրերով իրենց ներքին ցանցերը հիմնանորոգում են, հա, այդ կիսախողովակներ կոչվածը շարում են։ Եվ ջրային կոմիտեն տարբեր ծրագրերով Կարող ենք ասել 8 տարի, 10 տարի շարունակ արդյունավետությունը 0 է եղել պետական, քանի որ 45% թիվը նույնն է մնացել։ Իրականում ոչ, որովհետեւ այն համակարգերում, որտեղ որ ներդրում է արվել, առանց դրա ուղղակի հնարավոր չէ։ Ավելի վատ կլիներ։ Այսինքն եթե չարվեր, այդ կորուստը լինելու էր ավելի բարձր, Ձեզ որովհետեւ կհասնում է, որ 0 է, այսինքն 45%-ը։ Բնականաբար ոչ, դրա համար արվում են ավելի խոշոր ծրագրեր ու ըստեղ նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումների շեմին ենք մենք, ստեղծվելու են, հզորացվելու են մեր կառույցը, նոր կառույցներ, որոնք կոնկրետ զբաղվելու են ոռոգման համակարգերի նորոգմամբ չէ, ոռոգման համակարգերի կառուցմամբ, արդիականացմամբ, թարմացմամբ, այսինքն երբ որ նույն վայզի շրջանակներում ես ասում եմ կառուցելու ենք ոռոգման համակարգ, դա 100-200 մետր կամ 1 կիլոմետրի մասին չէ, դա մի ոռոգման համակարգ ամբողջությամբ մայր ջրանցքից սկսած մինչև ներքինցած ամբողջությամբ փոխվելու է, որ կորիստը ձգտի 0-ի այդ համակարգում։ Շնորհակալություն, պարոն։ Ցանկանում եք արձագանքել։ Եկեք ես ձեզ հետ չհամաձայնեմ, որ մենակ վիոլայի համար է։ Տեսեք, պատկերացրեք, եթե մյուս համակարգը վիոլայից դուրս ինչքան լավ պիտի կառավարված լինի, ինչքան պիտի 0 կորուստ պիտի ունենա, որ գումարվի եւ միջինը դուրս գա 21։ Այսինքն ես կարծում եմ, որ դա պիտի բացառել, որ հաշվարկը այդպես է արել։ Իսկ դուք չեք կարծում, որ կարող է այդ 21%-ը մենակ ջրի տեղափոխման կորուստն է, կան նաեւ այլ կորուստներ, այսինքն կարող է լինել կոմերցիոն կորուստներ, որը այդ ջրի կորուստները հասցնում է այդքան տոկոսի։ Պարոն Ասրյանը այս հարցին ցավոք չի կարող պատասխանել, որովհետև հիմա հարց տալու հերթը ուրիշին։ Միգուցե դուք հարց ուղեք պարոն Ասրյան մասնակիցներից ինչ-որ մեկին։ Ես Տիկին Հովսեփյանին երևի հարց տամ, ճիշտ ասած, քանի որ որպես պետական մարմնի ներկայացուցիչ մենակ ես եմ, այդտեղ կուզեի հասկանալ, դուք պետություն մասնավոր հատված համագործակցության մեջ ինչ բացեր եք տեսնում, որ կարելի է համալրել, որ ուղղություններով եք այդ բացերը տեսնում, որը որ արդյունք կտա, որը որ այս պահին չկա ու պետությունը դրա կարիքն ունի ձեր ուսումնասիրությունների, ձեր փորձի շրջանակներում, հա։ Իհարկե ինձ համար մի քիչ դժվար է որպես մասնավոր կազմակերպություն ասել, որտեղ ես հասարակական կազմակերպություն եմ ներկայացնում, բայց կարծում եմ, որ ես օրինակ կուզեի, որ վիոլաջուրը չլներ միանձնյա կառավարող։ Այսինքն մենք հնարավորություն տայինք մյուս ուրիշ մասնավոր կազմակերպությունների, որպեսզի մրցակցային համագործակցություն ստեղծվեր ջրի կառավարման համար։ Տեսեք, ես կարծում եմ, որ եթե մենք ունենայինք, հիմա ունենք մոտավորապես 600 բնակավայր, չէ, որտեղ վիոլաջուրը ջրամատակարարում չի իրականացնում։ Եթե մենք ունենանք մի ուրիշ համակարգող վիոլայից բացի, ոչ թե 1, 2,
այլ մասնավորը մտներ խմելու ջրի կառավարման, ոռոգման ջրի կառավարման մեջ, ես կարծում եմ, որ մենք ավելի բարեհաջող կառավարում կունենայինք եւ ջրօգտագործողը կարող էր հնարավորություն ունենալ ընտրել այն կազմակերպությունը, որը գուզեր, որ իրեն սպասարկեր, այսինքն ես կարծում եմ դրանով կարելի էր նաեւ բարձրացնել ջրամատակարարման արդյունավետությունը, ծառայության արդյունավետությունը բարձրացնել, այսինքն մասնավորի մուտք դեպի ջրամատակարարման խմելու եւ ոռոգման ջրամատակարարման համակարգի կառավարում։ Նման հարցերի քննարկումը կոմիտեի կամ պետական այլ գերատեսչությունների հետ հաջողվում է ձեզ մեր հարթակից դուրս։ Ոչ։ Ինչ խնդիրներ եք տեսնում, կարծում եք ինչու է այդպես։ Գիտեք ինչ, ես չբերեմ նախորդ օրինակը, նույն Վիոլայի ժամանակ, երբ որ Վիոլան պիտի դեռ չէր կառավարում, նույնիսկ պետությունը դրամաշնորհային ծրագիր իրականացրեց, որպեսզի հասկանար արդյոք մի կազմակերպություն պիտի կառավարի, թե մի քանի կազմակերպություններ եւ որն է ճիշտ կառավարման տեսակետից։ Կառավարման տեսակետից եկան այն զարգացան, որ գոնե 2 կառավարող կազմակերպություն պիտի լինի, բայց վերջնական արդյունքը մենք տեսանք, որ մինչև հիմա Վիոլան միակն է։ Երևի որոշումները ընդունվում են շատ բաներից անկախ։ Դուք արձագանքի հնարավորություն ունեք, պարոն Ասրյան։ Շնորհակալություն։ Տեսեք, բոլորս հասկանում ենք, չէ՞, որ այն տեղերը, որտեղ Վիոլան սպասարկում է, Վիոլան դա ոնց որ ջուրը հոսանքը գազը բնական մենաշնորհ, այդտեղ ուրիշ օպերատոր չի կարելի։ Իսկ այն համայնքներում, որտեղ որ Վիոլան չի սպասարկում, իհարկե այդտեղ կարելի է ներգրավել նոր օպերատորների, որոնք կսպասարկեն։ Այստեղ խնդիրա թիվ 1 խնդիրն է, որ համայնքները դրան համաձայն չեն շատ դեպքերում, իսկ ոռոգման ջրի մասով մասնակցային կառավարումը հիմա որ կա, աշխարհում լավագույն պրակտիկան է միջև այժմ ու երբ որ զարգացած փորձ ես ուսումնասիրում, բոլոր տեղերը այս ջոեր կոչված, այս մասնակցային կառավարումը համարվում է լավագույն տարբերակը։ Ուրիշ հարց է, որ այստեղ գյուղացիական տնտեսությունները դրան ընտելանալու ու իրանց իրավունքները գիտակցելու խնդիր ունեն։ Շնորհակալություն, պարոն Ասրյան։ Տիկին Գաբայան, դուք էլ հարց կարող եք տալ։ Ինձ մեկ հարց է հետաքրքրում պետական կառույցի հետ կապված, ինչպիսի մոտեցում ունի կոմիտեն, ինչպիսի ռազմավարություն գուցե սակագների վերաբերյալ հետագա զարգացման, արդյոք մտածում ենք դիֆերենցիալ սակագների ինստիտուտ մտցնել, նաև ոռոգման համակարգերի ջրի այստեղ սակագին չի վարձաչափի։ Մենք գիտենք, որ ամբողջ Հայաստանով բոլոր ընկերությունները, չէ, մեկ նույն ջրի վարձ է դա համարվում, սակագին չէ, բոլորի համար սահմանված է մեկը։ Արդյոք դա ճիշտ է։ Արդյոք չենք մտածում, քանի որ չի արդարացնում նման մոտեցումը եւ ինչպես Տիկին Վարդանյանը շատ ճիշտ նշեց, որ պետք է տնտեսական նաև որոշ գործոններով կարողանանք ջրերի կառավարման հարցերը, կորուստը, համակարգերի վերականգնում եւ այլն, այս ամենը կարողանանք, ոնց ասած, ոտքի կանգնեցնել։ Խնդրում եմ այս հարցին պատասխանել։ Շատ լավ, շնորհակալություն։ Տեսեք, խմելու ջրի մասով դուք էլ գիտեք, ամեն տարի Վիոլա ջուրը հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով սակագնի վերանայման հայտ է տալի, որի շրջանակներում ինքը ներկայացնում է իր հիմնավորումները, հանրային ծառայությունները ջրային կոմիտեի հետ համատեղ որոշակի ուսումնասիրություն, մոնիթորինգ են անում ու դրա արդյունքում որոշում է սակագինը բարձրանում է, թե չի բարձրանում կամ ինչքանով է բարձրանում։ Այսինքն, այստեղ հստակ ընթացակարգ կա, օրենսդրությամբ էլ սահմանած է, ու եթե Վիոլա ջուրը չունի այդ համապատասխան հիմնավորումները, մենք անկախ դրանցից, որ խմելու ջրի սակագին փոփոխելու հիմքեր չունենք ու չենք փոխում։ Իրականում դա հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի դաշտում է, բայց ընթացակարգը մոտավորապես սենց է։ Ոռոգման ջրի մասով ճիշտ եք, բոլոր տեղերը նույն 11 դրամն է ու երբ որ մենք ջոերի ինքնածախսածածկման ցուցանիշները նայում ենք, էական տարբերություններ կան Արարատյան դաշտի ջրօգտագործողների ընկերությունների եւ պայմանական Սյունիքի, Լոռի, Գեղարքունիքի ջրօգտագործողների ընկերությունների միջև, բայց պետությունը նաև որպես սոցիալական ծրագիր համարելով
սուբսիդավորում է ջոերին, որ սակագինը ստիպված չլինի ջոն թանկացնի, որովհետև եթե պետությունը չսուբսիդավորվի, ձեր ասած գնագոյացման արդյունքում գինը որոշվելու, որ ծախսածածկում ապահովի ու պայմանական 11 դրամը դառնալու է 50 դրամ, 60, 70 դրամ, որ այսօրվա դրությամբ թույլ չի տալու այդ տարածաշրջաններում գյուղատնտեսությամբ զբաղվել։ Վստահաբար այն գինը, որ այսօր դրած է, նույնիսկ շատերը դա են դժվարանում վճարել, իսկ եթե գնի բարձրացումը լինի, կարծում եմ, ստեղ լուրջ սոցիալական խնդիրներ կունենանք, ու նաև սա բարենային անվտանգության հարց է ու բավականին խորքային բոլոր կողմերի, ասենց ասած, շահերը դիտարկելու հարց է։ Իսկ եթե զուտ դիտարկենք, որ ջոն դրանով վնաս է կրում այդ սակագնով, հա տենց է, բայց առաջնային խնդիր չի դիտարկվում այսօր սակագների բարձրացումը։ Շատ ավելի առաջնային խնդիր ունենք, սկսած նույն կորուստների կրճատումը։ 30 վայրկյան ունեք արձագանքի համար։ Մենք չենք խոսում սակագների բարձրացման մասին, բնավ, մենք խոսում ենք սակագներ սահմանելու գործընթացում դիֆերենցիալ մոտեցում լինի, ինչ է դա նշանակում։ Սա նաև կբերի արդար ջրի օգտագործման խնդրին, որպեսզի ենթադրենք ես օգտագործում եմ կներեք 100 լիտր ենթադրենք ջուր օրեկան, բայց իմ հարևանը կամ քաղաքի մեկ այլ ծայրում ով ունի ջրավազան եւ այլն, հասկանում եք, նա տասնապատիկ շատ է օգտագործում, բայց մենք վճարում ենք նույն սակագնով։ Այսինքն այստեղ պետք է տարանջատվի տարբերակված մոտեցում այո, լինի։ տարբերակված մոտեցում, այստեղ եւ արդարացի մոտեցում կլինի, եւ կլինի ճիշտ սակագնային քաղաքականություն, ինչպես նաեւ համակարգի արդեն եկամուտները, վճարների եւ այլն։ Տիկին Վարդանյան, ձեր հերթն է հարց տալու։ Ես ճիշտն ասած երևի բոլորին հարցը տամ, որտեղ նախ սակագները դա կարգավորող հանձնաժողովն է որոշում, եթե խմելու ջրի մասին ենք խոսում։ Դուք կարող եք 1 հոգու հարց տալ, կներեք։ Եթե խոսում ենք ոռոգման մասին, ես բանախոսի հետ կոմիտեից բացարձակ համաձայն չեմ, սակագինը պետք է ծախսածածկ լինի, ուրիշ բան, մտածեք բարդ սոցիալական պահպանության ծրագրեր, ոչ թե միայն սուբսիդավորելով ամենա այսպես պարզեցված ճանապարհով գնալ, հարցը փակել։ Մտածեք այն ֆերմերները, որոնք մեծ քանակությամբ գուցե նրանց ցից ավելի վերցնեք, փոքրերին պաշտպանեք, պետք է մտածել ավելի բարդ սխեմաներով գնալ, ավելի ժամանակակից սխեմաներով, թե չէ դուք ուղղակի սուբսիդավորում եք եւ դնում եք շատ ցածր սակագին եւ ոչ մի տնտեսական լծակ չկա։ Հարց կձևակերպեք։ Ես ձևակերպեմ։ Դուք մտածում եք ավելի նորագույն մեթոդների մասին, ոչ թե հնից եկող ուղղակի սուբսիդավորել եւ վերջ։ Ես առաջարկում եմ այս հարցին տիկին Գաբայանը պատասխանի եւ ավելի մանրամասն ասի, թե այդ որոնք են ավելի նոր եւ ավելի նորաձև եւ ավելի արդյունավետ մեխանիզմները։ Ես համաձայն եմ տիկին Վարդանյանի հետ, քանի որ գիտեք հեշտ է։ Այդ որ ասում են չէ եւ վերջ, չի կարելի եւ վերջ, սա շատ հեշտ է, բայց եկեք մտածենք, ինչպես անենք, որ ավելի ճիշտ կազմակերպենք։ Կան ընկերություններ, որոնց մոտ ինքնարժեքը ենթադրենք թե նախ ասեմ, որ ինքնարժեքը եւ ջրի վարձը ոռոգման 10 անգամ տարբերվում է։ Այսինքն, եթե մենք 11 դրամ ենք վճարում, իսկ ծախսերը 100 դրամից ավել է։ Նման համակարգ պահել, պահպանել եւ մտածել ջրի ռացիոնալ օգտագործման մասին անհնար է։ Դրա համար պետք է մտածել այս ուղղությամբ։ Յուրաքանչյուր ընկերություն, իդեպ ասեմ, ընկերությունները բավականին զրկված են այսօր ինքնուրույն գործունեությունից։ Յուրաքանչյուր ընկերություն ինքը պետք է կարողանա ինքնուրույն գնահատել իր ծախսերը, իր ներդրումները, իր ստացած եկամուտները։ Եվ սրանով կտարբերակվի։ Եվ հետո կան տարածքներ, որտեղ գյուղատնտեսություն վարել իսկապես պետք չի, պարոն Ասրյան։ Արդյունավետ չի։ Արդյունավետ չի։ Մենք ունենք շատ տարածքներ, այնտեղ նորմատիվներից վեր ջուր է պահանջվում եւ ինչու։ Այդպես է, կառավարությունը կարող է մտածել ուրիշ գործունեությամբ զբաղեցնել, գործարաններ ներդրվի, ինչու ոչ մասնավոր ներդրումներ է այստեղ ներգրավեն, այսինքն ավելի ճկուն, ավելի խելացի, ավելի ժամանակակից պետք է մոտենալ այս բոլոր հարցերին, ոչ թե ասել ջուր ունենք, մեզ բավարար է, ոչինչ 70%-ն էլ կորցնում ենք, դեռ կկարողանանք օգտագործել։ Եվ երկիրը ինքը
թե տնտեսապես, թե ֆինանսապես, ինչու՞ չէ, այս ամբողջ շղթան բերում է նաև անվտանգության, ստրատեգիկ, բոլոր մեկ այլ հարցերին պետք է ծաղկացնել։ Մտածել է պետք եւ ստրատեգիկ ռազմավարական մոտեցում է պետք ունենալ։ Կարծում եք հնարավոր է հասնել նման լուծումների նաև պետական գերատեսչություն, մասնավոր ոլորտ, հասարակական կազմակերպություններ փոխգործակցության միջոցով։ Ինչու՞ չէ, ինչպես վարչապետը նշեց հանդիպումներից մեկի ժամանակ, մենք բավականին դեմոկրատ երկիր ենք, այսինքն մենք երկխոսելու ունակ ենք։ Բայց տեսնում եք Տիկին Գաբայան, Տիկին Հովսեփյանը ասում է մենք ցանկանում ենք երկխոսել, բայց ոչ մի արձագանք չեն ստանում։ Ես չեմ կարծում, որ դիմել են եւ չեն ստացել, չէ, գիտեք ինչ, ավելի ակտիվ պետք է լինել։ Ավելի ակտիվ պետք է լինել, մենք դեմոկրատ երկիր ենք, բայց ընթացքը շատ դժվար է գնում, ինչպես է դեմոկրատ երկրում նման դժվար է։ Ես ասեմ այն, որ առաջիկա 5-ամյակը պետք է լինի ջրի, այսպես օրակարգ։ Ես համաձայն չեմ, ջրի օրակարգը դեռ մեր չծնված օրից պետք է դրված լինի։ Ջուրը միշտ պետք է, անհրաժեշտ է եւ միշտ պետք է մտածել ջրի մասին։ Չսահմանափակվել 5 տարիները։ Խաղաղություն կա, չկա, որովհետեւ ջրի խնդիրը կարող է բերել այլ խնդիրների։ Շնորհակալություն Տիկին Գաբայան, Տիկին Վարդանյան 30 վայրկյան ունեք, գուցե ուզում եք ինչ-որ կերպ արձագանքել։ Ես մի հարց էլ ուղղակի բարձրացնեմ եւ եթե արձագանք կա, մենք ջուրը, հեռացված ջուրը մաքրման ոչ մի շատ մեծ խնդիր է եւ դա վաղը մյուս օր բերելու է մեր հարևանների հետ խնդիրների, որտեղ մենք կեղտոտ ջրեր ենք լցնում, ոչ միայն Սևանալիճ, այլև մեր գետերը, մենք ընդհանրապես Երևանի մաքրման կայանը ունենք, Գյումրիում, Վանաձորում եւ Սևանի շուրջը 5, բայց մեխանիկական մաքրում է, մենք չունենք կենսաբանական մաքրում, սա մեծ խնդիր է եւ սակագնի մեջ մենք սա համարյա սա չունենք։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, սա հարց է, որ մեր մյուս հյուրերին կխնդրեմ մտապահել հաջորդ փուլերում անդրադառնալիս հիշել նաև այս հարցին պատասխանել։ Այո, այս փուլում Աննա մենք դիտելու ենք տեսանյութեր եւ խնդրելու ենք մեր հյուրերին արձագանքել այդ տեսանյութերին։ Թանկագին հյուրեր, դուք ունեք 3 կունենաք, ունեք 3 րոպե ժամանակ արձագանքելու։ Խնդրեմ առաջին տեսանյութը։ Ջրային ռեսուրսներ մեր լեռներում գոյանում են։ Խնդիրն է նա, որ դա էֆեկտիվ կուտակել եւ էֆեկտիվ օգտագործել, որտեղ մեկը առանց մյուսի հնարավոր չի։ Մենք կարող ենք ունենալ նույնիսկ այսօրվա մեր կուտակած ոռոգման համար բաց թողենք եռապատիկ ջուր, կարա դա մեզ չօգնի։ Մեր ջրի կեսը կորսվում է մենակ։ Տիկին Վարդանյան, դուք կարձագանքեք ինչպես անել, որ չկորսվեն այդքան շատ ջրեր։ Ասեցինք, նախ այստեղ երկու խնդիր կա, խմելու ջրի կորիզները դա մի հարց է, սակագինը այնտեղ համարյա ծախսածածկ է, եթե չհամարել, որ մաքրման ծախսերը չկան, ոռոգումը արդեն այդ հարցը քննարկեցինք, շատ լուրջ հարց է, 60-70 տարբեր տոկոսներ են տալիս եւ այնտեղ խնդիրները շատ են։ 45% նշեց պարոն Ասրյանը։ Ես օրինակ գալուց նորից ChatGPT-ի հետ ասեցի եւ վերջապես տարբեր վերջին տվյալները որն են։ ChatGPT-ին ավելին եք վստահում, քան պարոն Ասրյան, ճիշտ եք մենք։ ChatGPT-ին ինձ բերեց, ես ասի խնդրեմ բեր բոլոր այն աղբյուրները, որտեղից դու եւ նա բերեց մոտավորապես միայն կոմիտեի աղբյուրը, չէ, շատ աղբյուրներ, համաշխարհային բանկը, ասիական բանկի մոտավորապես 60% է կորուստները։ Այսինքն դուք կարծում եք կոմիտեն նվազեցնում է կորուստների թիվը։ Ну գուցե այստեղ գիտեք նայեք ինչը հաշվել։ Ինֆրակառուցվածքային, թե կոմերցիոն կորուստները, նրանք բոլորը գումարում են, տարբեր տիպի կորուստներ կան։ Մաշված ինֆրակառուցվածքի կորուստն եք դուք նայում, կոմերցիոն կորուստներն են նայում, կառավարման կորուստներն են նայում, այդ բոլոր կորուստները պետք է դիտարկել, իհարկե ամեն կորուստը իր լուծումները ունի։ Տիկին Վարդանյան, դուք շատ հետաքրքիր թեմա բարձրացրեցիք, դուք հղում կատարեցիք, ասիկ, եթե չեմ սխալվում, Ասիական զարգացման բանկի։ Դուք այդ թվերը նայել եք ոչ ChatGPT-ի միջոցով, այլ անձամբ դուք նայել եք զեկույցները եւ այնտեղ 60-70% թվեր են նշված։ Այո, ես նայել եմ եւ համաշխարհային բանկի տվյալները եւ Ասիական բանկի տվյալները, գուցե դրանք մի տարվա առաջվա տվյալ են, եթե դուք մի տարում 15%-ով կրճատել եք, հիանալի է։ Պարոն Ասրյանը ասաց, որ 45%-ը մնացել է նույնը։ Միգուցե Աննա խնդրենք պարոն Ասրյանին այս թվերը մեկնա, ինչու համաշխարհային բանկը նշում է 70%, դուք 45%, 60-70 60% դուք 40%, ինչպես է այդպես ստացվում։ Կորուստի
կառուցվածքը պետք է հասկանանք, ինչ նկատի ունենք այդ կորուստ ասելով։ Երբ որ ես ասում եմ ռոռոկման համակարգում կա 45% կորուստ, այդտեղ համ գոլորշիացումն է, համ ջրագողությունն է, որ ջուրը չի հաշվառվում, համ էլ համակարգի կորուստն է։ Նույն վիոլա ջրինն էլ, բոլոր տեսակի կորուստներն իրար հետ այդ 60%-ը։ Համաշխարհային բանկի թվերը, այստեղ պետք է հստակ հասկանալ ինչ նկատի ունի համաշխարհային բանկը։ Ես համաշխարհային բանկի ուսումնասիրության օրինակ կարամ բերեմ, որտեղ ինքը ցույց է տալի, որ ռոռոկման կորուստը 75% է, բայց ինչ նկատի ունի։ Երբ որ Սևանից ջուրը բաց է թողում, անցնում է մայր ջրանցքով, գալիս է երկրորդային ջրանցք, ներտնտեսային ցանց, հասնում է հողին, հողից բույսին։ Ասում է Սևանից բաց թողած ջրից 75%-ը կորում է մինչև բույսին հասնելը։ Այստեղ այսինքն շատ էական է, թե մենք ոնց ենք ռոռոկում անում։ Ինչ որ գործընթացին է վերաբերում։ 45%-ը ֆիքսում է հողի սկզբնամասում ջրօգտագործողին ջուր տվածը։ Այդ տված ջրից քանիսը կհասնի բույսին։ Սևանից մինչև բույս։ Տեսեք, Դուք ունեք այդ թիվը Սևանից մինչև մեր մայր ջրանցքները, որոնցով որ նաև Սևանից ջուրը հասնում է Արարատյան դաշտ, սպասարկում է մեր ջրար ՓԲ-ն, որը որ հիմնական մայր ջրանցքների շահագործողն է։ Այնտեղ ջուրը կորում է մոտավորապես 18-19% պաշտոնական թվերով։ Համախմբենք Սևանից մինչև բույս կորուստը որքան կկազմի։ Կարանք հիմա բոլորով հաշվենք։ Մայր ջրանցքում ջուրը կորում է 18%։ Մայր ջրանցքից հետո երբ որ գալիս է ներտնտեսային ու երկրորդ կարգի ջրանցքներ, այնտեղ ջուրը կորում է մոտավորապես 45-ից ու լավ 50%, տարբեր ջրերում տարբեր է թվեր, 45% կորուստ։ Մնացածը հասնում է գյուղացու հողին։ Այ հողում բույսին ինչքանն է հասնում։ Այդ արդեն կախված է նրանից, թե գյուղացին ոնց է ռոռոկում անում, ավանդական եղանակով մակերեսային ջրելով, թե կաթիլային համակարգով ջուրը հստակ տեղ հասցնելով բույսին հասցնելով, այսինքն մարդու հողի մեջ էլ է ջուր կորում։ Ջուրը տալիս է Սիրան, դա հաշվառվում է փող է դառնում, բայց այդտեղ ջուր է կորում, բույսին, նպատակը բույսին հասցնելն է, բույսին չի հասնում։ Աննա, փաստորեն Սևանից մինչև բույս մենք 70% կորուստ ունենք։ Ցավալի նորություն է իհարկե։ Հաջորդ տեսանյութը։ Այո, մենք կառավարման որակը պիտի բարձրացնենք, կորուստները պիտի նվազեցնենք։ Միևնույն ժամանակ մենք ունենք չօգտագործված ջուր։ Մենք ունենք ջուր ամբարելու հնարավորություն, որը փորձելու ենք ռեալիզացնել։ Տիկին Գաբայան, ջրային կոմիտեի նախագահ պարոն Ղալաբքարյանը ըստ էության ինքն էլ նշեց այն խնդիրները, որոնց մասին մենք այստեղ քննարկեցինք։ Դուք որպես կոմիտեի նախկին նախագահ, ինչպիսի խոչընդոտներ կարող եք նշել, որոնք կարող են խանգարել այս խնդիրները իմանալով լուծումների հասնել։ Պետք է ասեմ, դեռ 2 տարի առաջ, եթե չեմ սխալվում, 4 թե 5 փոքր ջրամբարի ծրագիր արդեն սկսվեց։ Եվրոպական հիմնադրամի աջակցությամբ դեռևս ուսումնասիրության փուլներ, նաև նախագծման, բայց առ այսօր չի հասել դեռ իրականացման այսպես պահը, որ սկսեն կառուցել այդ ջրամբարները։ Ես առաջին հերթին գտնում եմ ֆինանսական դժվարությունները, որ նման ծրագրեր իրականացնելու համար միանշանակ շատ լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։ Մյուս կողմից գտնում եմ պետություն եւ մասնավոր սեկտորների համագործակցության ծրագրերը, պարտադիր չի տեղացի ներդրողներ լինեն, կարող են լինեն միջազգային արտասահմանյան, որոնք իսկապես նաև կան եւ ցանկություն կա։ Հատկապես հաշվի առնելով, որ օրինակ մեր կողքի տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում լուրջ այդ խնդիրը կա եւ պիտի որ շահագրգռված լինեն նաեւ ներդրումներ անել։ Միանշանակ եւ կան թե երկրներ, թե երկրներում մեծահարուստներ, որոնք կուզեն մասնակցել նման ծրագրերի, ուղղակի պետք է թափ տալ։ Պետք է սկսել նման ծրագրերը, որովհետև առանց լուրջ ներդրումների մենք դժվար թե կարողանանք իրականացնել, այստեղ նույնպես տնտեսական հաշվարկների խնդիր է, չէ՞, որքան ենք ներդրում եւ դրանից ինչ ենք ունենալու եւ ինչու՞ չէ նաեւ մեր հարևան երկրներին տարածաշրջանում ինչպես կարող ենք այդ ռեսուրսը վաճառել, ինչու՞ չէ։ Այնպես որ մենք ունենք ռեսուրս, ջուր եւ պետք է կարողանանք դրա իրական արժեքը հասկանալ, գնահատել եւ օգտագործել։ Շնորհակալություն Տիկին Գաբայան։ Հաջորդ տեսանյութը ջուրը ազգային հարստություն է
եւ դրա պահպանությունն ու խելագնիտ օգտագործումը պահանջում են առավել հետևողական քաղաքականություն, տեխնոլոգիական արդիականացում եւ կառավարման բարձր պատասխանատվություն։ Պարոն Ասրյան, խնդրեմ, կարող եք արձագանքել նախագահի այս խոսքին, մեկնաբանել։ Շատ լավ բան ասեց նախագահան, ջուրը ազգային հարստություն է, իրականում շատերս չեն գիտակցում դա, մեր համար ջուրը ուղղակի ռեսուրս է, իսկ ջուրը իսկապես հարստություն է, այսինքն այստեղ նաև ջրի նկատմամբ վերաբերմունք փոխելու խնդիր ունենք բոլորս, թողենք, որ ինչ որ պետական հիմնարկներ կարող է լավ չեն աշխատում եւ այլն, բայց պետք է ընդունել, որ նաև ջրի նկատմամբ վերաբերմունքի խնդիր էլ կա։ Ես խոսքիս մեջ նաև նշել էի, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների նախաշեմին ենք եւ ջրային կոմիտեի կարողությունների հզորացման գործընթաց ենք սկսել եւ նաեւ փորձում ենք ստեղծել մի հիմնարկ, որը որ կզբաղվի ջրային ենթակառուցվածքների կառուցումով, մասնագիտանա դրա մեջ։ Այսօր ցավոք սրտի ջրային կոմիտեն իր 75 հոգանոց անձնակազմով խոշոր միջազգային ներդրումներ ներգրավելով ծրագրեր իրականացնել ուղղակի չի կարող։ Հաշվի առնելով, որ այստեղ աշխատում են քաղցառայողներ, այստեղ աշխատավարձը բարձր չի եւ այլն։ Այսինքն ծրագրերը ներգրավելու զուգահեռ նաև գործընթաց է սկսվել այդ ծրագրերին համապատասխան թիմեր ձևավորելու, հիմնարկներ ձևավորելու ու ծրագրերը ձեր ասած չտապալելու համար, հա։ Ծրագրերը իրականում բազմաթիվ են, ուղղակի ֆորմատը թույլ չի տա այդ ամեն ինչը։ Շնորհակալություն, պարոն Ասրյան, Տիկին Հովսեփյան, իսկ հասարակական ոլորտում ինչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի նաև հասարակությունը այդ ընկալումն ունենա, որ ջուրը ազգային արժեք է։ Գիտեք ինչ, երբ որ խոսում էինք ջրի նկատմամբ վերաբերմունքի ձևավորում, դա պիտի լինի բոլոր օղակներում, այսինքն կառավարման օղակում, ջրօգտագործողի օղակում եւ հանրության օղակում։ Սկսած այն ամենադպրոցական մանկապարտեզից պետք է սովորացնել բոլորին, որ ջուրը արժեք է եւ ջուրը պետք է խնայողաբար օգտագործել, պետք է ջրի խնայողություն անել։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք ջրի վերաբերմունքի մասին, նույն ռոռոկման համակարգը վերցնենք, չէ՞, ոչ թե գյուղացուն պետք է սովորեցնել, որ չի կարելի ջուրը բաց թողնել իր արտ ու գնալ քնել։ Այսինքն դու ջրի նկատմամբ ունես պարտավորություն, դու պիտի խնայողաբար դա օգտագործես։ Շատ հաճախ մենք տեսնում ենք, հատկապես գիշերային ռոռոկման ժամանակ մարդիկ ջուրը դեպի արտ տանում են ու այդ արտերը ժամերի ընթացքում ռոռոկվում են եւ դա նաեւ գալիս է այդ սակագնային քաղաքականությունից, որ իրենք գիտեն, որ դրանից ավել իրենք չեն վճարելու։ Ես չգիտեմ այնտեղ սակագինը ինչքան գիտեմ բույսի ինչ բույս եք մշակում եւ ինչքան ամեն բույսը ինչքան ջուր է պահանջում եւ ես կարծում եմ որ այդ բոլոր օղակներում ջրի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխել մարդկանց մեջ։ Շնորհակալություն։ Մենք անցնենք մեր հաջորդ փուլին եւ այս փուլում մենք կարդալու ենք մեր հեռուստադիտողների հարց մեկնաբանությունները եւ ձեզ խնդրելու ենք պատասխանել այդ հարցերին։ Խնդրեմ առաջին հարցը։ Առաջին հարցը, ինչ տեսակի ջրային պաշարներ ենք կորցրել Արցախը կորցնելով, արդյոք Հայաստանում կառուցվում են ջրամբարներ եւ ինչ որակի, քանիսն են ներկայում Հայաստանում գործող ջրամբարները, բայց քանի որ ջրամբարների թեմային մենք կարծես թե անդրադարձանք, այս հարցը ուղենք ձեզ Տիկին Վարդանյան, 20 թվականից հետո Արցախի մասով եթե կենտրոնանանք, մենք գիտենք, որ ջրային լուրջ այսպես պաշարներ կային Լեռնային Ղարաբաղում, հիմա այդ պաշարները այլևս Հայաստանը հայկական կողմը չի վերահսկում, ինչ հետևանքներ մենք ունենք։ Նախ, այո, Լեռնային Ղարաբաղում լուրջ պաշարներ կար եւ ես աշխատելով ԱՄՆ-ի զարգացման գործակալությունում մոտ 20 տարի ղեկավարում եմ, մենք Ղարաբաղում էլ էինք ծրագրեր անում, դա Հայաստանի գումարների հաշվին չէր, ամերիկյան կոնգրեսը հենց Ղարաբաղի համար էր տալի եւ մենք այնտեղ բավականին ջրագծեր քաշեցինք եւ այլն, Ղարաբաղը լավ ապահովված էր ջրով, ինչ վերաբերվում է Հայաստանը, ինչ կորցրեց, այստեղ երևի կարելի է Սև ջրի մասին խոսել, որ Սև ջրի մի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից եւ այնտեղ 2 թե 3 գյուղ փաստորեն չունեն իրենք
չեն կարող հասանելի դառնել իրենց արոտավայրերը, վտանգավոր է այդ ջուրը օգտագործել, ավելի շատ այդ կորուստն է։ Մեծ կորուստներ ինքը Հայաստանը չունի։ Շնորհակալություն, հաջորդ հարցը կարդանք։ Ինչու ենք թողնում, որ մեր ռեսուրսը ջուրը հոսի Կասպից լիճ, Կասպից ծով։ Պարոն Ասրյան, երևի դուք պատասխանեք այս հարցին։ Պարոն Ասրյան, այլևս աշխարհաքաղաքական հարցերին պետք է պատասխանեք։ Չէ, այստեղ շատ խորը ենթահարց կա, կներեք, ես խախտեցի։ Տեսեք։ Մենք ունենք այնպիսի ռելիեֆ, որ մեր տարածքից ջուրը պիտի դուրս գնա։ Այսինքն մենք հիմնականում հարևան պետությունների նկատմամբ ունենք բարձրադիր դիրք, նույն եթե վերցնենք Կասպից ծովը կամ լիճը։ Մեր ջրերի մի մասը հոսում է վերջնարդյունքում Արաքսկետ, մի մասը դեպետ աղստևով գնում լցվում է Կուր գետը ու ընդհանուր առմամբ այո հասնում է Կասպից լիճ։ Ստեղ առաջ է գալիս այն գաղափարը, որ ջրային կոմիտեն այս պահին արդեն իր գործունեության առանցքում դրել է ջրամբարաշինության ծրագրի շրջանակներում, հա, բոլոր այն տեղերում, որտեղ հնարավոր է ջուր կուտակել, պիտի ջուր կուտակենք։ Այսինքն, եթե ռելիեֆը թույլ է տալի, եթե հիդրոլոգիական առումով այդտեղ հնարավոր է ջուր հասցնել կամ այդտեղ կա ջուր, այդտեղ պիտի սարքվի ջրամբար։ Բացի ջրամբարները, նաև ՕԿՋ-ների կառուցման ծրագիր ունենք, օրվա կարգավորման ջրամբարներ։ Սրանք ավելի փոքր ծավալով տեղային լուծումներ ունեցող փոքրիկ ջրավազաններ են, հա, մինչև 50-100 հազար խորանարդ մետր ծավալով։ Ջրամբարաշինության ծրագիրը ինչ փուլում է։ Ցավոք սրտի կան որոշակի ընթացակարգեր, որոնք դանդաղացնում են քաղաքաշինական գործընթացը մեր երկրում, տեսեք։ Մենք ունենք այս պահին 5 ջրամբարների նախագծեր, որոնք 100%-ով պատրաստ են։ Իրանցից 2-ի մասով քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունները ստացվել են ու ֆինանսավորման հարցն է այս պահին դրված, կարծում եմ եկող տարի իրանց շինարարությունները մեկնարկելու են։ Ընդհանուր առմամբ ջրամբարաշինության ծրագրում 18-ն են ներառված, 18-ից 5-ը նախագծերը արդեն պատրաստ են ու համալիր ներդրումային կոմիտեով արդեն դրական եզրակացությունը ստացել են, մնացածի մասով տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է արվում, ինչպես Տիկին Գաբայանը նշեց, սրանք փոքր ու միջին ջրաբարների մասին է խոսքը։ Իդեպ Վեդու ջրամբարը արդեն ջրալցվում է, շահագործման հանձնվել է, Կապսի ջրամբարի շինարարությունը մեկնարկել էր, բայց կապալառու կազմակերպության հետ կապված խնդիրների պատճառով այս պահին դադարեցված է ու պայմանագիր չեղարկելու նոր կապալառու ընտրելու գործընթացում։ Շնորհակալություն, պարոն Ասրյան։ Մենք էլի հարցեր ունենք։ Երրորդ հարցը կարդանք։ Խնդրում եմ ցուցադրեք էկրանին։ Մի շատ պարզ հարց տամ, նորմալ է Երևանում ունենալ հազարավոր ցայտաղբյուրներ, երբեմն նույն բակում 2 եւ ավելի հատ, հաճախ առանց փականների եւ խոսել ջրի կորստից։ Տիկին Գաբայան, ինչ կասեք։ Շատ բարդ հարց է, ինչու, որովհետև թվում է թե Այստեղ պետք է զգույշ լինելու, հետո եթե ասեք նորմալ չի, ձեզ երևանցիները հետո Չէ, ես չի ուզում ասել նորմալ չի, ես ուզում եմ ասել ցայտաղբյուրը, պուլպուլակը մեր Երևան քաղաքի եւ ընդհանրապես Հայաստանի այցեքարտերից մեկն է, ինչ կասեք։ Այլ բան է, որ այո, կարելի է ինչ որ կերպ կրճատել։ Տեսեք, դուք ասում եք այցեքարտերից մեկն է, բայց ասում եք տեղեր կան, որ գյուղատնտեսությամբ չպետք է զբաղվեն, որովհետև ջուրը հասցնելը թանկ է, կներեք, ձեր երևանցիների համար ինչու պետք է ջուրը այդպես շուրջօրյա անվճար հոսի, իսկ ես մեր տարբեր հարցեր իրար մի խառնեք։ Գիտեք, այսպես կարող եմ ասել, չեմ կարող ասել, որ պետք է փակել բոլոր այդ ցայտաղբյուրները, չէ, թող այդպես չլինի։ Երևանցիները վճարում են այդ կորուստների համար միանշանակ, բայց կարգավորելը, այսինքն այդ փականներով, գուցե դա ճիշտ տարբերակ է։ Չնայած ժողովուրդը բողոքում են, որ տաք ջուր են խմում, այն սառնությունը չկա, բայց ամեն դեպքում այս ջուրը սառնորակ Երևանի վրա ինչպես ավելի հանգիստ կլինես, չգիտեմ, շատ բարդ հարց է, շատ։ Գուցե եթե կարելի է այստեղ առաջնահերթություններ դնել, օրինակ հրապարակի ցայտաղբյուրները լինեն, դա տուրիզմ է, բայց ինչ որ բակերում ցայտաղբյուրը փակել կամ կապան դնել։ Էլիտիստական խտրականությունն էլ, բայց երևանցիները չեմ կարծում թե կընդունեն։ Շնորհակալություն եւ վերջին հարցը, որտեղից են ակունքները հայոց ջրերի։ Տիկին Հովսեփյան, կպատասխանեք այս հարցին։ Իհարկե,
Ինչպես պարոն Ասարյանը ասաց, մեր ջրերը մեր երկրի ներսում են առաջանում, այսինքն մեր երկրի դիրքը այնպիսին է, որ բոլոր մեր ջրային ռեսուրսները երկրի ներսում են առաջանում, ունենք 1.5 համարյա միլիոն խորանարդ մետր արաքսով եկող ջուր, որը լրացուցիչ սնում է Հայաստանի ջրային ռեսուրսները։ Բայց հիմնական բոլոր ռեսուրսները Հայաստանի առաջանում են Հայաստանում եւ հոսում են դեպի մեր հարևան երկրները, այսինքն մենք սնում ենք ոչ միայն մեր երկիրը, այլ նաեւ մեր հարևան երկրները։ Այո, ջրի տեսակետից մենք դոնոր երկիր ենք հանդիսանում, որտեղ գետերի մի մասը հոսում է դեպի Արաքս գետ, մյուս մասը հոսում է դեպի Քուր գետ եւ վերջում թե ինչու է լցվում Կասպից ծով, որովհետեւ ուրիշ տեղ չունի լցվելու։ Այո, բայց մենք նաեւ ստանում ենք, չէ՞, եթե չեմ սխալվում, Թուրքիայի տարածքից նույն Արաքս գետն է գալիս եւ մենք օգտվում ենք։ Ես ասեցի 1.5 միլիոն համարյա այդպես շատ չի գալիս։ Եթե մենք մոտավորապես, եթե չեմ սխալում, 8 միլիոն մետր խորանարդ ջուր ենք ունենում, այդտեղից ընդամենը 1.5-ն է Արաքս գետով միլիարդ ջուր ենք ունենում, 1.5-ն է ընդամենը գալիս Արաքսից, այսինքն մնացածը մեր երկրի ներսում է առաջանում եւ մենք որպես դոնոր երկիր տալիս ենք մեր հարևաններին։ Ես այստեղ գիտեք ինչ կուզեի շատ նաեւ ասել, որ տեսեք, եթե մենք 8 միլիարդ առաջանում է, 3.3 միլիարդն ենք մենք օգտագործում։ Այսինքն 5.5-ը մենք չենք օգտագործում։ Սա ես բերել եմ էլի վիճակագրության տվյալները։ Մենք այդ ջուրը ունենք։ Այո, մենք այդ ջուրը ունենք։ Այն որ մենք ջրի խնդիր ունենք, ինչու ենք ասում, որ կառավարման խնդիր ունենք, որովհետև ջուրը, որ հաշվում է ջրի քանակը բավարար է։ Այդպես պետք է մտածել ոնց անենք, որ մեր ունեցած ջուրը մեզ բավարարի։ Շնորհակալություն Տիկին Հովսեփյան, շնորհակալություն բոլորիդ, այս փուլն էլ ավարտեցինք եւ մոտեցանք մեր հաղորդման վերջին 5-րդ փուլին։ Այո, այս փուլում դուք կարող եք ամփոփել ձեր մտքերը եւ 3 րոպեի սահմաններում Կարող եք անդրադառնալ նաև բոլոր այն հարցերին, որոնց կուզեիք ընթացքում պատասխանել, բայց մենք նենգաբար հիշեցրեցինք ժամանակի մասին եւ չկարողացաք դա անել։ Տիկին Վարդանյան, եկեք ձեզնից սկսենք։ Ես ուզում եմ ասեմ, դուք տեսաք, որ ջուրը ինչքան բարդ խնդիր է, ինչքան տարբեր ուղղություններ ունենք, մենք այստեղ բոլորս ոնց որ կոմիտեից ենք պատասխան պահանջում, բայց ջուրը նաև շրջակա միջավայր է, ջուրը որպես ռեսուրս, ջուրը կարգավորող հանձնաժողովն է շատ կարևոր եւ այդ միջգերտեսչական համագործակցությունը, որ արդյունավետ լինի, գուցե պետք է վարչապետի մոտ ստեղծել մի այդպիսի կառույց, որը այս բոլոր կառույցները իրար հետ խոսան, որովհետեւ հաճախ խնդիրներ կա եւ միջգերտեսչական այս կառույցների միջև։ Բացի այն բոլոր խնդիրներից, որ բարձրացեցինք, սա էլ է կարևոր կառավարման խնդիր, որ ֆունկցիաների ինչ որտեղ կրկնողություն կա, ինչ որտեղ ֆունկցիաները իրար հետ լավ չեն աշխատում, այս բոլորը պետք է իմի բերվի, որտեղ ջուրը, ինչպես ասեցինք, Տիկին Գաբայանն ասեց, դա ստրատեգիկ ռեսուրս է, դա երկրի անվտանգությունն է, եւ ես նորից եմ բարձրացնում այն հարցը, որ ջուրը նաև մենք աղտոտում ենք, մեր գետերը, մեր Սևանալիճը աղտոտում ենք, նա կանաչում է, Արևիկը լավ գիտի, մենք երկուսս այդ ինստիտուտում ենք աշխատել եւ ինչպես է տարի վաթարվում Սևանալճի վիճակը, սա էլ է շատ կարեւոր խնդիր, Տիկին Գաբայանն էլ շատ ենք խոսել այդ խնդրի մասին, որ մաքրման կայաններ, իհարկե սա բերում է, որ սակագինը պետք է բարձրանա, կառավարության համար սա բարդ հարց է, չեն ուզում դեռ ոնց որ չի հասել դրան հարցը, բայց դա էլ է շատ լուրջ հարց եւ վաղը չոքելու է մեր դրան առաջ եւ մեր հարևանները շատ սուր այդ հարցերը դնելու են, մենք պետք է պատրաստ լինենք պատասխանել եւ լուծել այդ հարցերը։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, Տիկին Գաբայան, 3 րոպե ունեք։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Բուն TV-ին նման բանավեճ կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Եթե դեմ չեք, ունեմ նման առաջարկ։ Ջրի հարցը բարձրացրել եք, շատ կարևոր է։ Սակայն ինչպես տեսնում ենք, ջրի հարցը այնքան ենթա հարցերից է բաղկացած, որ ես կառաջարկեի նախ շարունակեիք այս հաղորդաշար դառնար սա։ Եվ գիտեք ինչպես,
յուրաքանչյուր անգամ մեկ շատ ավելի կոնկրետ հարցի շուրջ հավաքվեին նեղ մասնագետները տարբեր ոլորտների, թե պետական կառույցներից, թե հասարակական եւ կոնկրետ այդ հարցը շատ ավելի խորը ներկայացվեր, բանավիճվեր կամ քննարկվեր եւ հասարակությանը ավելի հասկանալի դա ներկայացվեր։ Սա հսկայական մի մեծ շարք է ստացվելու, չեք էլ կարող պատկերացնել, բայց շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր։ Եվ մեկ ուղղակի կարևորագույն հարցերից մեկը ինձ համար ջրի ոլորտում դա մեր երիտասարդ սերունդին ակտիվացնելու այս հարցերում։ Դուք չեք պատկերացնում իմ թորան տարիքի, ես շփվում եմ թորանս հետ, ինքը զարմանում եմ, ինքը լինելով բժշկական համալսարանի ուսանող, որքան խոսում է ջրի էկոլոգիայից, ջրի պահպանության խնդիրներից, այլ երկրներում ջրի ճգնաժամներից, ես ուղղակի զարմացած եմ։ Այսինքն, մենք շատ լավ սերունդ ունենք երիտասարդ եւ մենք եթե կարող ենք, պետք է հետները տանենք, հետներս, կամ իրենց կողքով քայլենք։ Կարծում եմ սա եւս շատ կարեւոր է եւ ձեր դերը այս հարցում եւս ինձ թվում է մեծ է։ Շնորհակալություն շատ Տիկին Գաբա, նաեւ շատ կարեւոր առաջարկների համար շնորհակալություն Տիկին Հովսեփյան։ Ես ուզում եմ ասել մի բացի մասին, որը ինձ շատ հուզում է, այսպես ասած։ Երկրի տեսլականը ջրի նկատմամբ։ Այսինքն, ինչ ենք ուզում մենք մեր ջրերից, ինչ ենք ուզում, որ այդ ջուրը մեզ համար անի։ Մենք չունենք ջրի տեսլական, չունենք ջրի քաղաքականություն, չունենք ռազմավարություն, ոնց պիտի հասնենք այդ քաղաքականությանը։ Այսինքն, հենց անմիջապես վերևից մենք չունենք ինչ ենք մենք ուզում։ Եթե մենք իմանանք ինչ ենք ուզում, ունենք ռազմավարություն, ունենք քաղաքականություն, ռազմավարություն, ունենք գործողությունների ծրագիր ու կամաց ամեն մի ծրագիր իրականացնելով ասում ենք մենք էս արեցինք, էս քայլը արեցինք ու հասանք սրան։ Որտեվ հիմա մենք ինչի մասին խոսում ենք, այդ ամեն ինչը հախուռն այսպես ստացվում է։ Իսկ եթե մենք ունենայինք այդ ռազմավարությունը ու ասենք, որ այս քայլերը պիտի արվի, այս ծրագրերը մենք ունենք, որպիսի ինչ անենք, որպիսի ջուրը մենք կարողանանք պահենք, օգտագործենք մեր խնայողաբար արդյունավետ օգտագործենք, այդ տարբեր հասկացություններ են խնայողաբարը եւ արդյունավետը, որովհետեւ խնայողաբար կարող եմ ես իմ տանը օգտագործել, բայց արդյունավետ նույն ոռոգումը պիտի արդյունավետ, նույն ձկնարդյունաբերությունը պիտի արդյունավետ օգտագործի, ծախս օգուտ հաշվարկ անելով եւ հասնենք մեր այն կետին, մեր տեսլականին, ինչը որ ուզում ենք, որ ջրի համար մենք մտածել ենք։ Այսինքն մենք ուզում ենք, որ մեր երկիրը լինի ապահովված ջրում, ոչ միայն այսօր, այլ նաեւ վաղը։ Եվ ինչ քայլեր պիտի անենք, որպեսզի մենք հասնենք դրան։ Այլ երբ որ այդ քայլերը մենք կունենանք ու հստակորեն կունենանք ծրագիր այդ քայլերը իրականացնելու, ես կարծում եմ, որ կգա ժամանակը, որ մենք այդ խնդիրների մասին սկսենք ավելի քիչ խոսել ու նույնիսկ կարող ենք նաև չխոսել։ Պարոն Ասերյան, ինչ կարող եք ասել ձեր ամփոփիչ խոսքում, գուցե նաև մասամբ անդրադառնանք Տիկին Հովսեփյանի բարձրացրած մտահոգություններին։ Ինչպիսի փաստաթղթեր ունենանք, որ խոսակցությունները ջուր չլինեն։ Այո։ Եվ իրականություն դառնան։ Հուսով եմ 3 րոպեում կտեղավորվեմ։ Նախ շնորհակալություն հաղորդաշարի հաղորդման կազմակերպման համար, իրականում ցանկացած նման հաղորդաշար, որի ընթացքում քննարկվում է ջուրը, ջրի կարևորությունը, ջրի խնայողությունը, ջուրը որպես ազգային հարստություն դիտարկել է, եթե գոնե մի հոգու մոտ պատկերացում ու վերաբերմունք փոխի ջրի նկատմամբ, կարանք համարենք հաջողած ու մեր խնդիրները, նախ խնդիրներից է ուզում խոսել, որ գալիս է նույնիսկ կրթությունից, հա։ Մենք սկսած մանկապարտեզից, դպրոցից պետք է երեխաներին սովորացնենք ոնց վերաբերվել ջրին, ինչա ջուրը, ինչ արժեք ունի, ինչ արժեք է ունենալու հետագայում։ Մենք այսօր համալսարաններում մեր հիդրոտեխնիկական ինժեներիա եւ այլն այդ հարակից ոլորտներում չունենք բավարար ընդունելություն, այսինքն մենք այստեղ մասնագետների խնդիրներ ենք ունենալու, միգուցե այստեղ էլ խրախուսելու կարիք կա։ Սևանի հետ կապված ու Սևան թափող կեղտաջրի հետ կապված անպայման ուզում եմ ասեմ, պետությունը այդ ուղղությամբ արդեն ոչ թե մտածում, այլ աշխատում է։ Ասիական զարգացման բանկի հետ ծրագիր ունենք արած, Ասիական զարգացման բանկի պատվերով կատարվել է ուսումնասիրություն ու Սևանա լճի 3 խոշոր համայնքներում Մարտունի, Գավառ, Վարդենիս կեղտաջրերի մաքրման կայաններ եւ կոյուղագծեր կառուցելու ծրագիր է մշակվում։ Նախնական գնահատումն արդեն ունենք, Սևանին դրված է մոտ 235 միլիոն
դոլար արժեքի մասին է խոսքը, դուք ճիշտ նշեցիք, այդ համայնքներում կեղտաջրերի մաքրման կայաններ կան, բայց մեխանիկական մաքրում են անում, մենք այստեղ մաքրման որակ փոխելու խնդիր ունենք, կենսաբանական մաքրման պիտի անցնենք, որ Սևան թափենք այն որակի ջուր, որը Սևանի էկո համակարգին առնվազն չի վնասի։ Ռազմավարության մասով նույն վայց ծրագիրը, որ ես նշեցի, այնտեղ ենթաբաղադրիչներից մեկը ջրային ռազմավարության ստեղծումն է, որը կունենա երկու բաղադրիչ, խմելու եւ ոռոգման ջուր, ու այդտեղ պետքա ներառել բոլոր այն գաղափարները, որ հիմա հնչում են նույն 24-ժամյա ջրամատակարարում ունենալը, Սևանաջրից ոռոգման նպատակով ջրառը փորձել հասցնել 0 եւ այլն, այսինքն այդ հիմնական գաղափարներն ու մեսիջները, որ մենք հիմա ստանում ենք վարչապետից, դրանք ըստ էության դառնալու են հիմք ռազմավարությունը մշակելու, որը ծրագրով, որը արդեն ըստ էության կարելի ասել մեկնարկման փուլում է։ Միջգերատեսչական հանձնաժողով իդեպ կա փոխվարչապետի գլխավորությամբ ձեր նշած բոլոր պետական կառույցներից ներկայացուցիչներով, այդ միջգերատեսչական հանձնաժողովը պարբերաբար որոշ հարցերի քննարկելու համար հավաքվում է, այնտեղ ըստ էության այն թեմաները բոլորը, որ մենք այդտեղ քննարկում ենք, վիոլա, ոռոգում եւ այլն, պլյուս միջազգային ծրագրերը, այնտեղ պարբերաբար քննարկվում են ու հանձնարարություններ են տրվում համապատասխան գերատեսչություններին։ Շնորհակալություն պարոն Ասրյան, շնորհակալություն հարգելի հյուրեր, այսպեսով Սարգիս մենք ավարտեցինք նաև այս փուլը։ Ես հիշեցնեմ հարգելի ունկնդիրներ, որ բուն բանավեճը կարող եք տեսնել ամեն շաբաթ երեկոյան ժամը 8-ին, մենք սպասում ենք ձեզ, ակտիվ եղեք Բուն TV սոցիալական էջերում, գրեք ձեր հարցերը, մեկնաբանությունները։ Շնորհակալություն եւ հաջողություն։